Շարունակվում է Առավոտ լուսո weekend-ը, մեր հյուրն արդեն տաղավարում է եւ մենք շտապում ենք նրան ներկայացնել իր weekend-յան առավոտը մեզ հետ է սկսում օպերային երգիչ, ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան Արման Նշանյանը, բարի լույս Արման։ Բարի լույս։ Ինչպես են հայաստանյան առավոտները սկսվում։ Շատ լավ, կարելի շատ։ Տարբեր, դե մինչև ադապտացվում եմ շատ դժվարանում ենք, այդ գնալ գալ, բայց դե բառերով դժվարանում եմ ասել, բայց ինքը շատ յուրահատուկ բնականաբար մի հատ բան ունի մեջը, որ շատ տանը ոնց որ լինես, էլի։ Որքան էր այս դադարը այս անգամ Հայաստանից գնալու եւ էլի տուն գալու։ 2 տարի։ Այս 2 տարի տևեց, հա, մենք մի ամսով պետք է գնայինք, ամեն ինչ թողել էինք մի ամսով, որ հիմա գնում ենք շուտ գանք ու գնացինք, մնացինք։ Գործնական ոնց որ խնդիրներ առաջացավ, հարցեր, գնացինք տատիկիս տեսնելու, ցավոք մահացավ, դե մեծ էր 90 քանի տարեկան էր, այդ եղավ, հետո երեխաս ծնվեց, այտենց մնացինք, հետո պրոյեկտները Գործի հետևից ու մնացինք եւ այդպես թարթեցինք 50 տարին անցավ հիմա այդ բանն է դրանից առաջ 4-5 տարի նույն ձևով է ստեղ մնացինք այդ կովիդը պատերազմ այդ ամբողջ ժամանակ ստեղ էինք դրա համար որ ասում են հա ստեղ ես ասում եմ հա դեռևս չգիտեմ երբ կգնամ երբ կգամ բայց ցանկությունը միշտ մեծ է Հայաստանում հայրենիքում լինել, արդեն դպրոցը երեք ոնց ենք հետ գալու, որ ադապտացվի, Շաքենդը մեծս 6 տարեկան է, միշտ այդ ենք մտածում։ Ինչն եք ամենաշատը կարոտում, երբ Հայաստանում չեք։ Մի հատ չխոսված մի հատ բան կա, որը ֆենոմենալ երևույթ է, որը միշտ չխոսված, բայց խոսվում է, էլի դրա մասին, որ հենց զվարթնոց իջնում է, ասում եմ, ես ինձ ուրիշ ձև եմ զգում, որ ասում է պտուղը ծաղկում է, երբ իր արմատներին է մոտիկ, կամ այդ շատ կարևոր բան է։ Տանը ոգեշնչումը ավելի շատ է լինում ու հանգստությունը հատկապես աշխատանքի մեջ, այն էլ ձեր աշխատանքի, դա ստեղծագործական բավականին բարդ պրոցես է իրենից ենթադրում, ընթացք է ենթադրում։ Ինչ նպատակով է այս անգամ տուն վերադարձա այսօր, արդյոք աշխատանքային է կրկին գուցե նոր նկարահանումներ։ Նկարահանում ոչ, պատրաստություն ենք տեսնում մեծ ֆիլմի, տեղանքներն ենք պեղում, այսպես ասած, շատ բարդ եւ մեծ գործադա եւ ազգանվեր եւ շատ կարեւոր, ես կասեի։ Դրան պատրաստվում ենք միաժամանակ անցել ենք ներկայացումների, նախնիների կանչի մասին է խոսքը, որը անցյալ տարի մենք շատ մեծ շուկով դիմավորեցինք եւ ներկայացրեցինք մեծ թիմով եւ իրենց հետ հիմա համագործակցությունները երկրորդ սերիան նախնիների կանչի, որը Սրբեր եւ հերոսներ անվանման փա, հա, հայոց պատմությունն է, հազարավոր տարիներ առաջվանից վերցված, մի երաժշտական ինչ-որ գործ ընտրված եւ տրամադրված այդ շրջանին, հա, ասենք ենթադրենք հեթանոսական, ասենք ժայռապատկերների ինչ-որ ժամանակ նախանոյ, հա, ինչ-որ, որը ասենք Ինգա Անուշներ մեր մոտ, իրենց ծես եռապատում ստեղծագործությունը օրինակ Սերգեյ Սմբատյանն է չափ տալիս օրկեստրով եւ մենք ներկայացնում ենք շորերով, անիմացիաներով այդ ժայռապատկերների սիմվոլիկաները, որից հետո անցնում ենք օրինակ Նոյան տապանը, որը ասենք մենք Տերտերյանն ենք վերցրել 3-րդ սիմֆոնիան, որ դա է կարողանում այդ փոխանցի, որը sense ու պատկերացրիք, արդեն գալիս ենք մինչեւ մեր օրեր չենք դնում որևէ տեսակի դատողություն կամ կարծիք, ցույց ենք տալիս այն, ինչը պատմականորեն կա Եվ ինչպես ընդունվեց անցած տարի։ Շատ լավ եւ այդպես էլ պետքա լիներ։ Ես չեմ ասում իմ մեկնաբանումը կամ իմ արածը շատ լավ ընդունվեց, այլ քանի որ հայոց պատմության մասին է խոսքը գնում, արտասահմանում շատ դժվար է ավելի դժվար է ընդունել այն փաստը, որ մենք որպես ազգ, որը անցել է շատ մեծ դժվարությունների միջով, ունի իր մեջ ունակություն եւ տաղանդ ադապտացվելու իր շրջապատին եւ մենք այդպես ենք գոյատևել տարիներով եւ դրանի դա մեր նաեւ սուպեր ոնց որ ուժն է եւ նաեւ մեր խնդիրն է որ ասում ենք հայերը ինչ որ մենք կարող ենք օտարամոլ լինել դա օտարամոլություն չի դա ադապտացվել է որպեսզի մենք կարողանանք գոյատևենք եւ դրանից ելնելով մենք
կարող ենք եւ նաեւ եթե զգուշ չլինենք շեղվենք մենք մեր արմատներից իրենցն էլա գեղեցիկ իրենց համար բայց նախ մերը պետք է ճանաչենք որովհետեւ ինքնաճանաչումով է գալիս որևէ ուրիշ ձևի շերտավորված աճը նախ դու քեզ պետքա հիմքդ պետքա ուժեղ լինի իմ կարծիքով իհարկե եւ ես հասկացա եւ տեսա որ մի վարքյան այդտեղ ինչ որ բանա գնում որ չենք հասկանում լավ ինչքան հզոր է մեր պատմությունը չենք ընկալում ինչքան հզոր ենք մենք եւ դրել ենք ուժը եւ շեշտը շատ ուրիշ բաների վրա որը ոչ մի լավ տեղ չի կարող տանել իմ կարծիքով եւ դրա համար ստեղծվեց նախնիների կանչը որը պարզապես հիշեցում է թե մենք ով ենք եղել եւ փառաբանել եւ շնորհակալություն հայտնել մեր նախնիներին որի տանջանքներով եւ շնորհիվ մենք այսօր այստեղ ենք լավ վատ մեծ փոքր կապ չունի այստեղ ենք Եվ բացի Ինգայից ու Անուշից էլի շատ արտիստներ կային բեմում, որ միացել էին Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյան, Սերժ Թանկյան, Տիգրան Համասյան, Սոնա Ռուբենյան, Սևա Կամրոյան, մեծեցանք Իզաբել Բայրակտարյան, հա։ Արտիստներ, որոնց գուցե այլ ծրագրի շրջանակներում երբեք մեկ բեմի վրա համատեղ ելույթով չհանդիպեր հանդիսատեսը, բայց կարողացավ նախնիների կանչը համախմբել։ Արդեն գիտենք, թե որ արտիստներն են լինելու այս անգամ նախնիների կանչը երկրորդում։ Այո, գիտենք։ Սերժ Թանկյանը դե մեր ընկերն է եւ էլի հայանվեր ոնց որ գործ է անում իր մասնակցությամբ եւ ոնց որ մեզ հետ ճանապարհ է ընկել, որ միշտ լինի մեզ հետ։ Ուրեմն կլինի Սերժ Թանկյանը, Արտոթունց Բոյաջյանը կլինի այս անգամ, կլինի մեզ մոտ Մաշա Մնջոյանը, Գևորգ Հակոբյանը օպերային երգիչ, կլինի Ինգա եւ Անուշ Արշակյանները նորից կլինեն։ Դժվարում եմ շատ հիշել, բայց Capital Cities-ը կլինի, որը Սեբուի արդեն մեծ խումբն է։ Նահանգներում է Ալբերտը, որը Եվրատեսիլ փոքրիկ Ալբերտը կլինի, հա։ Եվ նույն հարցն առաջանում, թե այս բոլորը իրար հետ ինչ կապ ունեն, Գառնիկ Սարգսյանը, ինչպես է Իզաբել Բայրակտարյանը կվերադառնա նորից իր հոգևոր, որտեվ իրպես հոգևոր կատարող ես քիչ եմ հանդիպել, իմ կարծիքով էլի։ Պես Նահանգներում է լինելու կրկին Նահանգներում Կաթիլ բենդը կլինի ինչ որ մի օր դա նաև Հայաստանում մեծ սիրով ներկայացվի մեծ սիրով փորձենք ժամանակ չի եղել պարզապես պետքա լինելու դեպքում պետքա բնականաբար լինի մշակույթի նախարարության մեծ հովանավորության ներքո եւ պետքա այդպիսի ինչ որ մի նու հրապարակում բացոցիա կամ ինչ որ ես միշտ ասում եմ որ տեղանք, այսինքն թատրոնը դա կերպար է նաև չի կարելի ինչ որ մի բան իմ կարծիքով անել, պարզապես թատրոնի, ասենք անձականակի վրա կամ ինչ որ գեղեցկության սրայի պետքա համապատասխանի տվյալ պրոյեկտը, իսկ այս պրոյեկտը պետքա բացոցիա լինի։ Դե ինձ որ ասեն ոնց կուզեիր, կասեի քարաունջ, ասե քարաունջում բացոցիա մեծ բեմ սարքվի եւ այդպես Բաց երկնքի տակ, որը կարծում եմ կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ մեր տաղավարում հնչած խոսքերը իրականություն են դառնում եւ երազանքները եւս, հուսանք որ այդ հնարավորությունը կունենա հայաստանյան հանդիսատեսը այս ներկայացումները եւ այս պատմությունը վայելելու հենց հայրենիքում օրինակ քարահունջում։ Իսկ մենք վերադառնանք ձեր գործունեությանը ու գիտենք, որ Միացյալ Նահանգներում այս ընթացքում նաև ֆիլմերով է առատ եղել ժամանակը եւ նկարահանումներով։ Կպատմեք ինչ նախագծերում եք հասցրել լինել։ Ես նկարվել եմ ուրեմն մի ֆիլմում, որը կոչվում է National Lampoon's Hollywood Hustle։ National Lampoon's դա ֆրանչայզ է, որը ժամանակին հագին ֆիլմեր է նկարել, այդպես հիտային։ Դրա մասին է, թե ինչպես է հոլիվուդյան աշխարհը իրականում աշխատում, ինչպես է ֆիլմերը նկարվում Հոլիվուդում։ Եվ շատ ինքը մութ կոմեդիա է, բայց ինքը շատ նման է շատ համընկներ թե ինչպես են իրականում ֆիլմերը ֆինանսավորվում, լինում, ստեղծվում, դերասանի հետևից գնալ, գտնել, մի խոսքով sense մի հատ խառը կոմեդիա, որի պրոդյուսերը իմ պրոդյուսինգ պարտներն է Ասկո Հակոբյանը, նաև ուրիշ ամերիկյան պրոդյուսերներ, ոնց հայ պրոդյուսերը նաև այդտեղ կա։ Եվ այդտեղ ես ծանոթացա Թիլ Շվայգերին,
որը այս ժամանակ առաջ եկավ Հայաստան, ուզում էր ֆիլմեր նկարել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ֆիլմում եմ ես նկարվել հայի դերում եւ երկրորդ ֆիլմն էլ նկարահանվել եմ վերջերս մի ամիս, երկու ամիս առաջ Օսկարակիր ռեժիսոր Նիկ Վալելոնգայի նոր ֆիլմն է, որի հետ մենք այդ անուն ինչու է հայտնի, որովհետև ինքն եկել է Հայաստան 3 անգամ եւ ինքը պրոդյուսերն է եղել Սողոմոնի երգերի եւ հիմա ինքը իր հաջորդ ֆիլմն է, որը ռոմանտիկ կոմեդիա է, musical, նաեւ երաժշտական, այսինքն Տրավոլտայի musicalն է Grease-ից հետո Այսինքն այդքան տարի իրեն չեն տեսել musicalում parելուց, երգելուց եւ նա 70 անց է, բայց չենք այն որ մեկին տեսնում ինչ ես անում, որ էս ժամանակը կանգ է արել։ Հարցրել եք Տրավոլտայի։ Հարցրել ենք, եւ դե ոչ մի բան, բնականաբար ոչ մի բան, ես էսպես եմ, չէ՞, մի ձեռքերը միշտ այս դիրքում ինչ-որ մանտրայի մեջ շատ յուրահատուկ, դե չի խմում, չի, այս բաները կարևոր են, որ ասենք մենք որ մի քիչ մեր մշակույթի մեջ կա ուտել, խմել, իր մոտ ոնց որ շատ առողջ ապրելակերպ, բայց դե մեկը ինչ չեն խափի դրանով, որ անհնար է որ այդքան երիտասարդ լինես միայն առողջ ապրելակերպով, բայց ինքը շատ թարմ վիճակում էր։ Եվ շատ լավ ապարում էր, եւ շատ լավ երգում էր, եւ շատ լավ խաղում էր, եւ էներգիան տեղը շատ ու լավ մարդ շատ եմ հանդիպել դերասաններ հայտնի մարդից որը այն որ ասում ես շատ լավ դերասան է բայց ինքն է լավ դուր չեկավ իր էներգիան օրինակ իմ կարծիքով դե չի իմանա որ ասում Միրա Սորվինոն որը նաեւ խաղում է այս ֆիլմում որը օսկարակիր դերասանուհի է խաղում է հենց Տրավոլտայի կինը որ հանդիպում է ռոմանտիկ կոմեդիա է մեծահասակների մասին ով ամբողջ կյանք երազում են ամուսնանալ բայց այդպես է չեն հասնում չէ դա շատ դաժան բան է շատ խորը իրականում սցենարա ու Green Book-ի դե սցենարիստն է նաև նույն Վալանգան եւ կարելի է նույն ձևով է այս սցենարն ինքը գրել որը ես շատ եմ հավանել մի անգամից երբ կարդացի այ Միրա Սորվինոն օրինակ այդքան է դուրս չեկա որպես մարդ բայց շատ լավ դերասանուհի է սենց էլի սենց բաներ Մինչ մենք կխոսենք այն գտած երջանկության մասին ընտանիքի, փորձենք ամփոփել աշխատանքային գործընթացը եւ գիտենք, որ նաեւ սպասվում է նոր նախագիծ կապված հայկական ռադիոյի 100-ամյակի հետ։ Ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Մենք փնտրում էինք ոնց որ նախնիների կանչից հետո մի ուրիշ ֆորմատի երաժշտական ներկայացում եւ ես հիշում եմ նույնիսկ այն պահը, երբ Գիշերվա կեսին զարթնեցի եւ ասեցի հանրային ռադիոն։ Իմ տատիկը Աննա Նշանյանը ինձ միշտ սնուցել է շատ միշտ խոսում էր ինքը ու ես չէի լսում, բայց լսում էի։ Եվ ես հիմա եմ հիշում իր խոսքերը, ասում եմ ինչքան եթե երկար կրկնես կլսեն։ Ու այդ ամբողջ ոսկե դար, ինքը ասում էր այդ ոսկե շրջանը, ոսկի ժամանակները մեր Հայաստանի, Երևանի արվեստի Եվ ինքը միշտ ինձ տվել է այդ ինֆորմացիան եւ իմ մեջ դա ոնց որ կուտակվել է ու հիմա դա տեսնելու ենք այս երաժշտական ներկայացումով, որը ռադիոյի 100-ամյակին է նվիրված եւ ինքը կլինի մեր մեծ կոմպոզիտորների գործերը Խաչատուր Ավետիսյան, Միրզոյան Բաբաջանյան, Խաչատրյան, այդպիսի մի երեկո կլինի, որը կունենա մեծ էկրանավորում նաև, որը կոչվում է Երգում է Երևանը։ Հա, կար ինչպես խոսում է Երևանն է խոսում, հիմա բավական է խոսենք, բավական է վիճենք, բավական է լացենք, եկեք երգենք կարծրատիպով, որը այդ երգը, որը հիմա մենք կլսենք, ինչ է կատարվել, ինչ է հնչել ռադիոյով որպես լուրեր այդ ժամանակ ու ասենք օրինակ Շավարժ Կարապետյանը այս ժամանակ թռավ Երևանյան լիճը սենց ինչ որ լավ բալանսի համով հոտով մեծ տեղափոխի այնինչը նախների կանչը արեց հայոց պատմությունով սա կանի հայոց սոցիալական ինչ որ պատմությունով վերհիշենք այդ համով հոտը մեր Երևանի մեր Հայաստանի
Ինչպես հանրային ռադիոյի հնչողությունն է, շատ համահունչ ձեր նշած մթնոլորտ։ հենց այդպես։ Դե աշխատանքի ու գործունեության մասին Խոսեցինք, խոսեցինք ընդհանուր առմամբ, այո, բայց չենք կարող ընտանիքի մասին չխոսել ու հատկապես Շաքեի մասին ենք ուզում խոսել։ Ինչպես է իր համար այս Հայաստան, Միացյալ Նահանգներ, ճամփորդությունները, ինչ փորձառություն է։ Դե շատ յուրահատուկ երեխա է, ես վստահ եմ բոլորը նույն բաները իրենց երեխաների մասին ասում, դրա համար չեմ զարմանում, կներեք, որ այդպես եմ ասում, ինքը շատ յուրահատուկ երեխա է ինձ համար եւ ինքը երբ գնացինք մենք Ամերիկա, ինքը մի բառ անգլերեն չգիտեր, մի բառ։ Չնայած այստեղ սովորում էր մի բառ չգիտեր, հիմա մի բառ հայերեն չի ուզում խոսել, որը վտանգն է եւ վախը իմ եւ իմ կնոջ։ Դրա համար մենք շատ այն որ օրերն ենք սպասում, երբ է գալու այն ժամանակը, երբ որ մենք կարող ենք վերադառնալ, որը կլինի գարնանը, որտեղ թղթաբանական պատճառներ կան, ինչու մենք հիմա այստեղ չենք, ոչ թե մեր ցանկությամբ կամ ազատ կամքով, որտեղ գործը կարող եմ ես, ելի եմ ասում, թիմը ստեղա, կարող եմ ես անել, բայց այդ կվերադառնանք արդեն գարնանը ու ես մեծ սպասում ենք մենք, որ երբ ենք հասնելու, որ ինքը միանգամից հետ ոնց որ հայկական դպրոց գնա այստեղ, հայկական դպրոցը ու այդ բանը, այդ չխոսված այդ պատմությունները որ ասում էի ինչ որ Սվարթնոց, բանը որ հենց սամետիչով սկսի հայերեն խոսալ, չէ՞։ Տենց էլ լինելու է, ես վստահ եմ։ Դրա համար ինքը շատ լավ է, ինքը գնում է բալետի, ինքը գնում է դաշնամուրի եւ ինքը գնում է թենիսի։ Որ ես իրան ասել եմ, ինչ ուզում ես կյանքում արա, բայց մինչև 18 տարեկան դա պիտի անես։ Հետո դու կանես այդ ամենը, կշարունակես դա քո գործն է։ Որովհետև մշակույթը ինձ համար դա ոնց որ լեզու է։ Ես սովորացնում եմ լեզուն եւ ես չեմ պարտադրում, այդ աշխարհն եմ ուզում բացվի իր առաջ, բայց ինքը պարտադիր չի դրանով ինքը ես այն հայրերից չեմ ասում դու պետքա դառնաս արվեստագետ, այդ որոշումը բայց թող ճանաչի այդ աշխարհը։ Թող ճանաչի այդ աշխարհը, ինչպես ասենք, ինչ որ մի լեզու։ Շատ հաճախ հենց կանանց հղում են այն հարցը, թե ինչպես է կարողանում համատեղել ընտանիքն ու աշխատանքը, բայց հետևելով նաև ձեր ընտանեկան պատմությանը, ձեր ծնողների հիմա նաև արդեն ձեր, բարձ է դառնում, որ միայն կանանց խնդիրը չէ դա, տղամարդիկ եւս ունեն այդ խնդիրը, երբ որոշում են հստակ ընտանիքում լինել օրինակ ներկա երեխայի կյանքում, զբաղվել երեխայի հետ։ Ինչպես եք դուք կարողանում գտնել այդ բալանսը աշխատանքի եւ ընտանիքի միջեւ։ Ինձ համար առաջի տեղ իմ ընտանիքն է։ Ես շատ էգոիստ մարդ եմ մեծացել, որովհետեւ մի հատ երեխա եմ ես։ Բոլորի սերը։ Հա, բոլորի սերը շատ եւ հիմա միակ բանը այս կյանքում, որ ինձ կարողացավ դաստիարակի, դա իմ երեխաների սերն է, որ ես ունեմ երեխաների հանդեպ։ Ես կյանքում չէի հասկանում դա եւ այն մարդիկ ովքեր այն ծնողները, որոնք նույն հասկանում են դա բնականաբար կհասկանան ինչ եմ ես ասում, միակ բանն է այս կյանքում, որը ինձ սանձել է։ Նախ իմ տեմպերամենտը, իմ ջղայնությունները, ներվայնությունները, մտահոգությունները, դեպրեսիաները, այն ամեն ինչը ինչ որ գալիս է արվեստագետի հետ կյանքում, դա ինձ միայն կարողացել է իմ ընտանիքի, իմ երեխաների սերը դաստիարակել։ Ես հիմա, այն որ ես շատ ուշ զարթնող, շատ ուշ քնող մարդ, հիմա քնում է ժամը 10:30-11-ին, զարթնում առավոտ 7-ին, որ իր Շաքեին տանի դպրոց, որը ինձ համար դա շատ մեծ բարիք էր։ Դու կարող ես ծնող լինել եւ լավ ծնող լինել այն առումով, որ դու երեխաների տաս ամեն ինչ, բայց դու այն ամենա եւ միակ կարեւոր բանը, որը երեխայի համար պետք է, այդ ջուրն է, եւ այդ ջուրը քո էներգիան է այդ երեխային։ Ես օրինակ Սոսի հետ ընկերոջս Ջանի Բեկյան երեք էինք սրա մասին խոսում, մենք շուտ, որտեղ ինքն էլ ունի նույն տարիքի երեխա, ես էլ ունեմ, ու մենք միշտ խոսում ենք սրա մասին, օրինակ Անայիսի մոտ, sense բանեղավ Շաքեի մոտ, մենք միշտ իրար բան ենք տալիս, ինքը ինձ լավ խորհուրդներ է տալիս, հուսով եմ ես էլ իրա, ու միշտ այս թեման մենք խոսում ենք, որ երեխային ամենակարևորը միակ բանը այդ էներգիան է, այդ սնուցումը, որ դու իրան ուշադրություն դարձնես։ Ուրիշ բան երեխային պետք չի։ Իսկ ձեր ամենասերելի ժամանակն անցկացնելու ձևը ո՞րն է Շաքեի հետ դասերից, պարապմունքներից եւ իրարորիայից դուրս ազատ ժամանակ։ Իմ սիրած որ հարցնեք, ինչ որ մի հետաքրքիր մուլտֆիլմ դնել եւ պարզապես իրար հետ փաթաթված այդ կինոն նայելը, մուլտիկը նայելը։ Իսկ հետո քննարկում եք։ Քննարկում ենք, հա, քննարկում ենք։ Հիմա արդեն բալետի ճանապարհը հեռու է իր որտեղ գնում է, ճանապարհին ինչ ասես չեն քննարկում ու խոսում ու էլի այն որ տատիկիս այն որ ասեցի, ասում եմ
ահագին բարդ բաներից եմ խոսում եւ մտածում եմ դե լավ ինչի հասկանում ինչի ես ասում այսինքն չէ դու ասա ասենց էլի գնում ավելի հա հետո մի 3-4 օր հետո մեկ էլ կամ ավելի ուշ ասում է դու այն որ ասում ես ու շատ լուրջ ձևով շատ լուրջ թեման նույն ձևով կրկնում է այդ ու ես հասկանում եմ որ դա անիմաստ չէր եւ չէ եւ իհարկե ասում են երեխաները ընդօրինակում են ոչ թե լսում են բայց երկուսն էլ կա մենք ամենամեծ եւ կարեւոր առաքելությունը, որը կա մեր ժողովրդին եւ մարդկայնությանը ընդհանրապես դա շատ լավ մարդ մեծացնելն է։ Մենք երեխա ենք ծնում, բերում ու մտածում ենք, որ դա կա, հիմա ես կարեւոր գործով զբաղվեմ, որը օրինակ չգիտեմ, նախնիների կանչը, հա դա կարեւոր է, բայց սա է ամենակարևորը։ Փոքրից հետո հետաքրքիր է կյանքն ինչպես է փոխվել։ Փոքրից հետո 4-րդ տարյան կարգ տղամարդ Նշանյան ածում Եվ գիժ մի հատ սպանում է բոլորը, բայց այն որ շատ համով երեխա է, շատ համով երեխա է ու շատ էներգիայով լի ու շատ դժվար, շատ ժպտերես, բայց շատ դժվար երեխա է, մենք հա չենք քնում։ Ինչ էներգետիկ նմանություն եք տեսնում։ Հա, ձեր ու իր միջև։ Հա, 100%, բայց լավ է Այդ գիտեք ոնց որ update-ներ են, չէ՞, կյանքը update-ա։ Ժամանակակից մոդելներ։ Չէ, update։ Նշանյանների ավելի update-ի տարբերակն է։ Update-ա, հետո նաև կարևորը չէ Windows Apple-ի հետ խառնել ես, թե ոնց software-ը ոնց ես խառնել, դա կինս, ասենք ինքը շատ, ասենք հավասարակշռված, բան շատ ենթարկվող կյանքին ինչ որ մարդ է, ես էլ հակապատկեր եմ, որ եթե բան պետք է ենթարկվենք, ինչու պետք է ենթարկվենք նեմ Հիմա այդ ոնց որ զտվում է եւ վերցվում է ամենամաքուրը ինձ թվում է միշտ հա բնությունը չի կարա ինձ թվում է մենակ կարա վերցնի բարձր վիբրացիան էլի գենետիկ առումով դե չէ բնությունը հո ցածրը չի վերցնելու հիմա վերցնում է բարձրը ու ես տեսնում եմ իր մեջ ինձնից կնոջից այդ բաները ու հասկանում եմ որ այդ update-ը լինելու է շատ հետաքրքիր ինչ որ նշանյան այսպես ասած որը սպասում եմ շատ մեծ հետաքրքրությամբ թե իր հետ ինչ եմ կարողանալու կիսել այս կյանքում Հիմա երբ ժամանակը հնարավոր լիներ հետ տալ եւ կողքի աչքով հետևեիք ձեր նորաստեղծ ընտանիքին, երբ երկուսով եք, ու հիմա երբ արդեն մեծ ընտանիք եք դարձել, արդյոք փոխել են ձեզ միայն երեխաները, թե նաեւ երկուսդ եք միմյանց փոխել։ Ես եւ իմ կինը շատ մեծ բանի ենք, չխոսված ոնց որ վարդապետի ճանապարհ ենք ընտրել, որ պետքա գտնենք իմաստությունը այս կյանքի եւ պետքա օգտագործենք այդ իմաստությունը, որ մեզ բարելավենք, որպեսզի լավ մարդ դառնանք։ Ինչպես մենք փորձում ենք մեր երեխաներին ճիշտ ճանապարհի վրա դնել, այդ իմ կարծիքով չես կարող անել, եթե դու անընդհատ չես աշխատում քո վրա։ Այդ աշխատանքը շատ կարեւոր է իրար օգնելով Եվ մենք կարծում եմ, երբ ընտրում ենք կյանքի ընկեր, այդ ընկերն ենք փնտրում, որը նաև դե գեղեցիկ բան է, սաղ կա, բայց մենք իրար ձեռք, այսինքն հիմա քո ժամանակ ես պետքա քեզ օգնեմ, որ բարձրանաս, հետո դու ձեռք գցես ինձ ու այսպես իրար հետ իրար բարձրացնելով, այսպես ենք նայում կյանքին։ Ընտանեկան եւ անձնական հաջողությունից ավելի բարձր հաջողություն չկա, որովհետեւ փորձը միշտ ցույց է տալիս եւ բոլոր իմ կոլեգաները ովքեր բեմի մարդ են կհասկանան հաջորդ օրը դատարկություն ես ապրում չի լինում որ ես ինչ լավ էր այս պրոյեկտը վերջացրեցի հիմա ես կարող եմ հանգստանալ միշտ ման ես գալիս հաջորդը իսկ ընտանեկան հաջողության եւ ընտանեկան այդ լիցքավորումից հետո դու միշտ ուզում ես այդտեղ լինես չես ուզում մյուսին գնաս ուզում ես լինես եւ էությունն է պարզապես էլի իմ կարծիքով այդ էությունն է, լինելն է, էտա երևի թե, չէ, ուր պետք է գնաս, ստեղ պետք է մնաս, չկա ուրիշ տեղ գնալու։ Առաջարկում եմ բլից հարցերին արդեն անցնել եւ հենց արագ պատասխաններով էլ ավարտել մեր զրույցը։ Իրականում կրկին ժամանակը հետալու մասին ենք հիմա խոսելու, բայց այս անգամ կուզենայինք իմանալ ինչ մասնագիտություն կընտրեիք, եթե նորից ընտրելու հնարավորություն լիներ։ Շեֆ-պովեր։ Շեֆ-խոհարար։ Որն է հաջողության գրավականը ձեր։ Ինքնասիրությունը։
Կա մարդ, որից կցանկանայիք ներողություն խնդրել։ Տատիկիցս։ Ինչի համար եք ամենաշատը շնորհակալ։ Ընտանիքիս համար։ Եթե ֆիլմ նկարեիք ձեր մասին, ինչ ժանրում կլիներ այդ ֆիլմը, ինչ ժանրի ֆիլմ կլիներ դա եւ ինչ անուն կունենար։ Հոգեբանական տրիլեր կլիներ եւ անունը կլիներ Yes։ Yes եւ Yes-ս։ Yes-երս։ Քաղցր սուտն է ավելի տանելի, թե շատ դառը ճշմարտությունը։ Շատ դառը ճշմարտությունը։ Բառը կամ արտահայտություններ, որոնք ամենահաճախն եք օգտագործում։ Տիեզերք ըստ ինձ իմ կարծիքով դժվար է։ Բավարար է ինձ թվում է։ Ամենամեծ երազանքը, որ կա հիմա։ Որ երեխաներիս հետ ընկեր լինեմ միշտ։ Եվ վերջում ինչն է ձեզ ոգևորում ու ոգեշնչում։ Հայրենիքս։ Շնորհակալություն Արման, մեզ հետ սկսելու համար Weekend-յան առավոտը հայրենիքում մենք միշտ ձեզ սպասում ենք եւ սպասում ենք նաեւ մեր տաղավարում նորություններով։ Մերսի, ձեզ էլ եմ շնորհակալ։